Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Հայաստանում բարեկեցության համար միայն կրթություն է պետք։ Այո։ Հիմա բոլոր բարեկեցիկ մարդիկ կրթված են կամ բոլոր կրթված։ Չէ, բոլորը չէ, բայց թե կրթությունը պետք է։ Բայց միայն կրթություն։ Չէ, մենակ կրթություն, ազնվություն։ Այո, համաձայն եմ։ Կրթությունը ամեն ինչի համար պետք է։ Միայն։ Չէ, համաձայն չէ։ Շատ բաներ է պետք։ Բացի կրթությունից, բայց իհարկե կրթությունը շատ կարևոր է։ Армянка, но не так не знаю. А если на русском, то он разрушил всю страну. Բայ աղջիկ ջան։ Համաձայն չեմ։ Դա երևի։ Բոլոր կրթված մարդիկ բարեկեցիկ են ասես ապրում Հայաստանում կամ հակառակը։ Չգիտեմ, չեմ կարող ասել կներեք։ Ազիզ ջան, ես վշտի դրեմ, ես խոսել չեմ ուզում։ Բացարձակապես ոչ։ Սա հոգեկան խանգարվածի դատողություններ են ինձ թվում է։ Եվ ընդհանրապես ես իրան չեմ էլ նկատում արդեն։ Սա այն Փաշինյան չի, որը ժամանակին հայկական ժամանակի խմբակ։ Սա բոլորովին ուրիշ մարդ է եւ իրան չեմ ճանաչում։ Նրան ճանաչում էի նախորդին։ Ինչ չէ փոխել Փաշինյանին։ Ինչ է փոխել։ Ինքը իրան գիգանտոմանիայով հիվանդ է, այդ հիվանդությունը ինչ-որտեղ ունի նաև են Պաուլ Հայրիկյանը, այդ աթոռի հիվանդությունը ինչ է, չգիտեմ, իրան պիտի մի հատ հոգեբուժի մոտ տանել, մի հատ ինքը իրան չի ճանաչում, սկանում եք խնդիր դա է, և այդ տեսակ մարդը իրան չունի երկրի ղեկավար լինի, և այս բանը սկսվեց Քոչարյանից և փոխանցվեց այն Սերժին, ինչ որտեղ, բայց այս ամբողջ խայտառակության հիմքը դրեց Քոչարյանը, իսկ սա վերջակետն է դնում։ Եվ մենք, մեր ժողովուրդ էլ բառ չեմ ասում, մեր թայֆան, այս ազգային թայֆան, իր ճակատագրին արժանի է։ Ես տենց եմ գտում, ես դա ցավով եմ ասում։ Հասկանում եք։ Եվ ազգային ժողովի նիստերեսնանում որպես աբսուրդի թատրոն։ Հասկանում եք, ծիծաղս գալիս է, կոմեդիա է, բայց որ նիստը վերջանում է, լացս է գալիս։ Պատկերացնում եք։ Իհարկե։ Իսկ հիմա բոլոր կրթված մարդիկ բարեկեցիկ են ապրում Հայաստանում կամ հակառակը։ Բոլոր բարեկեցիկ։ Չեմ կարող ասել, որ բարեկեցիկ ապրելուց լինեն։ Համաձայն եմ, իհարկե, կրթություն պետք է, ամեն ինչ էլ պետք է, մենակ դրա հետ համաձայն չէ, բայց կրթությունը պետք է։ Նրանք ասում միայն կրթություն է պետք։ Չէ, դա ոչ։ Միայն կրթություն չի պետք, ամեն ինչ է պետք է։ Պետք է մենք լավ պայմաններ ունենանք երկրում, որ կարողանանք կրթվել երեխաները։ Ոնց կրթվենք, եթե գումար չկարողանա ծնողը աշխատի, երեխային ուսումի տա։ Երեխային սովորումներ ուղարկել ենք աշխատելու։ Հա։ Հենա, ասում է, երեխա սովորում էր ուղարկել ենք աշխատելու, որ իրա վարձը տա, ինչի ծնող ենքան չստանա, որ կարողանա երեխայի վարձը մուծի։ Ոնց կրթվեն երեխաները, եթե պետքա բարեկեցիկ կյանքով ապրեն, որ կարողանան կրթվել։ Եթե ծնողը չկարողանա ապահովի, ոնց կամ թոշակները, այդ ինչ գումար ենք ստանում, ով կապրի 60,000 դրամով, ով։ Իրենք կապրեն 60,000 դրամով, հարց եմ տալիս, չէ, հիմա էլ այդ քեշբեկը մտցրել են, որոշ մարդիկ ստանում են, ես շատ մարդկանց գիտեմ, որոնք չեն օգտվում դրանից, իմ ընկերուհիները չեն օգտվում դրանից, որովհետև սահմանափակում է դրված, հոսանքը տան բարձերը չպետք է համեմատում են մեզ Ամերիկայի հետ, Ամերիկան գումար է տալիս, հետ է վերցնում, բայց դուք չեք տալիս, ինչին եք ուզում հետ վերցնեք, 3,000 դրամ տալիս են, հիմա արդեն գները ամեն ինչի բարձրացած է, բալիկ ջան, ոնց ամեն, ոնց ապրենք, պետք է նախ հիմա բարեկեցիկ կյանքով ապրեն, որ կարողանան կրթել երեխաներին, որ չապրես, ոնց կրթես երեխայի։ Միայն չէ, առաջին հերթին կրթությունն է։ Բայց միայն կրթություն։ Չէ, միայն, բայց ինքը չի ասել միայն կրթություն։ Հա, այդ ձևով առաջին հերթին այո, որից հետո նոր կարելի է խոսալ բարեկեցության մասին։ Այդ իմաստով այո, որովհետև մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում, որովհետև խնդիրները մենք հիմնականում չենք հասկանում։
եւ չենք հասկանում դա ոնց է լուծվում ընդհանրապես։ Պատճառահետևանքային կապը չենք հասկանում։ Մենք մեր արածի հետևանքները չենք հասկանում։ Չարածի հետևանքները չենք հասկանում։ Այդ ամենը գալիս է կրթությունից։ Կրթությունը հենց այդ ամենի մասին է։ Երբ որ մենք այդ բազան ստեղծում ենք, դա մնացածն արդեն վարժանքի հարց է, հա, այսպես ասենք, եւ փորձի։ Բայց այո, բազան մնում է կրթությունը եւ ընդհանրապես 21-րդ դարը դա կրթության դար է, կամ մենք այդ հրամայականին հետևում ենք, առաջնորդվում ենք դրանով, կամ էլ ուղղակի կմնանք լուսանցքում։